Ոստիկանապետի պաշտոնի անխորժակով, բայց պատգամավորական աթոռին հասած Վիլեն Գաբրիելյանը 9-րդ գումարման ԿՊԱ-ական ակտիվ մի քիչ էլ սադրիչ պատգամավորներից է։ Նա առավելապես հասարակությանը հայտնի է Նավակ ճոճող անունով։ Հիշում եք 2025-ի մարտի 30-ի հայտնի միջադեպը։ Գյումրիի տիմընտրությունների օրն էր, երբ Նավակ ճոճող Վիլեն Գաբրիելյանը ալկոհոլի ազդեցության տակ սարսափելի հայհոյանքներ էր հնչեցնում հանրային վայրում։ Հրապարակի լսար։ Դուք լսեք։ Հա, չէ։ Դուք լսեք։ Այդ ես հայհայում էի։ Բա ինչ էի կանում։ Բայց դու դու էր արանքը։ Թարմացնենք ոմանց հիշողությունը։ Լրագրող Կորյուն Սիմոնյանը մոտեցել էր Գաբրիելյանին հարցեր տալու նպատակով։ Հրապարակված տեսանյութերից պարզ դարձավ, որ Գաբրիելյանը ոչ սթափ վիճակում էր եւ լրագրողի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էր ուղղում։ Դրանից հետո ԿՊ-ն իր դեմքը փրկելու համար Նավակ ճոճողին զրկեց մանդատից։ Գաբրիելյանը եկավ խորհրդարան, իր վերջին ելույթն ունեցավ, ասաց, թե միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի վարքին, ներողություն խնդրեց ու հեռացավ։ Թվում էր, որ Գաբրիելյանի քաղաքական կարիերայի էջը փակվեց, բայց ոչ։ Ինչպես լինում է հաճախ, այս դեպքում եւս իշխանական սկանդալը երկար կյանք չունեցավ։ Արագ մոռացվեց ու հայհոյախոս մանդատից հրաժարված ԿՊԱ-կանը կրկին հայտնվեց խորհրդարանում։ 9-րդ գումարման խորհրդարանում Վիլեն Գաբրիելյանը նոր պաշտոնի է հավակնում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է։ Թերևս մինչեւ մեր տեսանյութը կհրապարակվի, ԿՊ-ն Գաբրիելյանին արդեն կարգած կլինի այդ պաշտոնին։ Նկատենք, սույն պարոնը ոչ մի առնչություն չունի պաշտպանության ոլորտի հետ, նա մասնագիտությամբ դեղագործ է։ Սա հերթական փաստ է, որ ԿՊ-ում չկա կադրային քաղաքականություն, ոչ ոք իր տեղում չէ, մինչդեռ ինչպես հայտնի խոսքում կադրերն են որոշում ամեն ինչ։ Այսինքն պետության հաջողությունը կախված է ճիշտ մարդկանց ընտրությունից, նրանց մասնագիտական որակներից, բայց ԿՊ-ում սա չի գործում։ Ուրիշ սկզբունք է առաջնայինը, թե ով ու որքան է հավատարիմ շեֆին ու պատրաստական կյանքի կոչել նրա հակահայկական ծրագրերը։ Մյուս կողմից չգիտեմ զուգադիպություն է թե պատահականություն, բայց այս շատ կարևոր հանձնաժողովի նախագահներ են դառնում այն ԿՊԱ-ականները, ովքեր սիրում են մարդկանց թիրախավորել, սադրել, զորօրինակ Անդրանիկ Քոչարյանը։ Չնայած նման վարքագիծը բնորոշ է գրեթե բոլոր ԿՊԱ-ականներին։ Դառնանք մեր հերոսին Վիլեն Գաբրիելյանին։ Բացի հայհոյախոսելուց ու ալկոհոլի հանդեպ ունեցած թուլությունից, նա պարզվեց թունդ հակաեկեղեցական է եւ մյուս հայտնի ԿՊԱ-ականներին չի զիջում այդ հարցում։ Սա իրականում կրոնական բանավեճ չէ, սա քաղաքական բանավեճ է եւ այդ քաղաքական բանավեճը փաստացի սկսվել է այն բանից սկսած, երբ որ հայ առաքելական եկեղեցու ոնց է կոչում այդ պայքարը, սրբազան պայքարը, այտենց խաչակիրի պես դուրս էր եկել ընդդեմ տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կառավարող ուժի դեմ։ Տպավորությունն է, որ այս խորհրդարան են գործուղվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ ներքին անհանդուրժողականություն ունեցող մարդիկ։ Դե Փաշինյանը ծրագիր ունի հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին, քանդել եկեղեցին, ստեղծել իրեն ենթակա կառույց ու իրեն հուդաներ են պետք։ ԿՊԱ-ականներին բնորոշ մյուս գիծն էլ ընդգծված թրքասիրությունն է։ Գաբրիելյանը վերջերս նեղսրտել էր, թե ընդդիմադիրները մեջբերում են Ռուբեն Ռուբինյանի թուրքական կապերի մասին փաստեր եւ հպարտորեն հայտարարել էր, որ ինքն էլ է շփվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Օրինակ եղել եմ Անտալիայում ժամանակին, այդ թվում նաեւ այլ երկրներում շփվել եմ թե թուրքերի հետ, թե ադրբեջանցիների հետ։ Արձանագրենք մի կարևոր փաստ։ Ձեզ եմ ներկայացնում Վիլեն Կարենի Գաբրիելյանի կենսագրությունը։ Վիլեն Կարենի Գաբրիելյանը ծնվել է 1983 թվականին օգոստոսի 25-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Զարմացնող է, չէ՞։ 1983-ին ծնվել է Բաքվում, այսինքն ժամանակակիցն է Բաքվի Սումգայիթի հայկական ջարդերի, որ իրականացվեց Ցեղասպան Ադրբեջանի իշխանության հրահանգով, տեղաբնակ հայերի դեմ։ Թերևս շատ հայերի պես Վիլենի ընտանիքն էլ մի կերպ մազապուրծ է եղել ցեղասպանությունից։ Հիմա հարց Վիլեն Գաբրիելյանին։ Եթե ԿՊԱ-ական եք, կնշանակի դուք հաշտ եք վարվող ադրբեջանանպաստ, թրքանպաստ քաղաքականության հետ, թե քաղաքական ընտրության հարցում առաջնորդվել եք որտեղ հաց, էնտեղ կաց, կամ որքան մոտ իշխանական կերակրատաշտին։
Ինչևէ, գուցե մի օր պարոնից կստանանք հարցի պատասխանը։ Իդեպ, հիշեցնենք 2018-ի գունավոր հեղափոխությունից անմիջապես հետո, երբ ՔՊԱ-կան նորեկները մեջ էին անում պաշտոնները, Վիլեն Գաբրիելյանը հարցազրույցներից մեկում ասել էր՝ այս երկրի ոստիկանապետը մի օր ես եմ դառնալու։ Եվ ինչպես տեսնում եք, դեղագործ Գաբրիելյանը քայլ առ քայլ գնում է իր մանկության երազանքի իրականացման ճանապարհով։ ՔՊԱ-կան նավակ ճոճողի նավակը ճոճվելով առաջ է գնում։ Հայք Նյուզ լրատվական։